Մեր բանակը ջարդվեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2020-2023 թվականներին մեր գլխին բերած պատերազմների արդյունքում։ Փաշինյանը ձախողեց եւ դիվանագիտության եւ պաշտպանության կազմակերպման գործում։ Նա 100 միլիոնավոր դոլարներով Su-30 SM ինքնաթիռներ էր գնում որպես սելֆիի համար մետաղի լոմ։ Այսօր դադարեցված են զորավարժությունները, ռազմական դոկտրինը չի համապատասխանում արդի պայմաններին, զորամիավորումները համալրված չեն։ Բանակը պետք է կազմակերպի նոր մոտեցումներով եւ անցում կատարի նոր ռազմական տեխնոլոգիաների, ներառյալ դրոնային զորքերի ստեղծումը, արհեստական բանականության կիրառումը, լազերային զենքերը եւ ռազմի դաշտի կառավարման նոր տեխնոլոգիաները։ Սիրելի ժողովուրդ, ինքնապաշտպանության հմտությունները շատ կարևոր են ցանկացած անհատի համար, բայց առավել կարևոր են պետության համար, որը պետք է կարողանա պաշտպանի իր բնակչությանը, իր քաղաքացիներին։ Հետևաբար, մեզ պետք է ուժեղ բանակ, որը մենք կվերածնենք։ Այդ նպատակով մենք կներդնենք ունիվերսալ զինվորի ստանդարտը։ Բանակի ամբողջ անձնակազմը առանց բացառության կսովորի իր ստորաբաժանման ներսում փոխադարձ փոխարինելիության, մարտական բժշկության, ինքնօգնության եւ փոխօգնության հմտությունները։ Մենք կվերականգնենք ակտիվ զորավարժությունները, որոնք դադարեցված են այսօրվա վախվորած իշխանությունների կողմից։ Զինված ուժերի կառավարումը կապակենտրոնացվի, սա կտրուկ կբարձրացնի որոշումների կայացման եւ իրականացման արագությունը։ Կստեղծվեն գիտահետազոտական կենտրոններ նոր զինատեսակների եւ զինամթերքի արդիականացման համար, զարգ տալով դրոնային եւ հակադրոնային տեխնոլոգիաներին եւ դրանց զանգվածային արտադրությանը։ Բարձր տեխնոլոգիական որակավորում ունեցող զինակոչիկները եւ զինծառայողները կծառայեն իրենց որակավորմանը համապատասխան այդ կենտրոններում եւ կդառնան կամուրջ բանակի ռազմաարդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցության համակարգում կվերամշակվեն եւ կվերաիմաստավորվեն ռազմական դոկտրինն ու ռազմարվեստի դրույթները համապատասխանեցնելով զինված ուժերի կարողություններին, ստորաբաժանումների համալրվածությանը եւ ասիմետրիկ գործողությունների մոտեցումներին։ Մենք կունենանք բանակ, որը խաղաղություն կբերի Հայաստանին։ Ես վստահում եմ Հայ ազգային կոնգրեսին եւ նրա վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանին։ Ամուր պետություն ունենալու համար ընտրեք համար 10։